Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, համախմբելով գրեթե ողջ եվրոպական քաղաքական էլիտան։ Գագաթնաժողովին տեսակապով միացավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Քննարկման առանցքում էին ամենազգայուն եւ վճռորոշ հարցերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ միջազգային խաղաղության հեռանկարները։ Այս ֆոնին գլխավոր հարցը մնում է բաց՝ ինչ սպասումներ եւ մտահոգություններ ունեն Հայաստանի քաղաքացիները։ Տեղի լրագրողները փորձել են ստանալ այս հարցերի պատասխանները։ Փաշինյանը խելացի բաներ, լավ բաներ շատ է անում։ Հույս ունեմ մի քիչ ավելի կամրապնդի խաղաղությունը։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած ողջամիտ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները, նպաստելով խաղաղության ամրապնդմանը։ Այս մասին է վկայում Երևանում անցկացվելիք Երևանյան երկխոսություն 2026 միջազգային կոնֆերանսը, որը համախմբել է տարածաշրջանային եւ միջազգային փորձագիտական շրջանակներին։ Մասնակիցների թվում են նաեւ Ադրբեջանի ժամանած Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնների տնօրեն Ֆարհադ Մամեդովը, ինչպես նաեւ փորձագետներ Ռուսիֆ Հուսեյնովը եւ Զաուր Շիրիևը։ Իր ելույթում Ֆարհադ Մամեդովը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը բացում է նոր հնարավորություններ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Մինչդեռ Երևանում հնչում են նաեւ հասարակության ձայները։ Քաղաքացիները խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին, ընդգծելով դրա կենսական նշանակությունը տարածաշրջանի ապագայի համար։ Մեր վարչապետը ի վերջո շատ բաների միջով անցնելով ի վերջո հասավ նրան, որ եվրոպական երկրները նախ մեզ աջակցեցին թե խաղաղության հարցում, ճիշտ է, Ամերիկան, Վաշինգտոնը նախապայմանագիրը այնտեղ կնքեցին։ Արդեն ինքը դիմեց այն քայլին, որ ապահովագրի սահմանում ոչ մի զինվոր չի մահանում, մեր թորները վաղը մյուս օր եւ այլը, արդեն ես տեսնում եմ, որ ապագամ ունենք։ Քաղաքացիների շրջանում հնչում են նաև տեսակետներ, ըստ որոնց երկրի կայուն եւ խաղաղ ապագան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում կախված է եվրոպական երկրների եւ Արևմուտքի աջակցությունից։ Նրանք պնդում են, որ նախկին նախագահները գործել են Ռուսաստանի ազդեցության ներքո եւ կտրականապես դեմ են նրանց հնարավոր վերադարձին իշխանության։ Փաշինյանը երբեք չի ուզում ուզում է միշտ հարաբերությունները լավ մնան։ Սերժը, քոչը, Սերժը իրանց Պուտինի շունիկներն էին, շունիկ, են ջեբի շուն որ կա, էտա։ Են իրեք նախագահին, հա, ինչ է նրանք արել, բացի սպանելուց, թալանելուց, ես ոչ չեմ տեսել, ամոթը, մոռացել են, թե իժբանա նամուց տասիպ, իհարկե Նիկոլ, և վերջ։ Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, մարդիկ այսօր առաջին հերթին խաղաղություն են ուզում։ Նրանք համոզված են, որ Ղարաբաղյան հանցավոր կլանի վերադարձը կարող է երկիրը կանգնեցնել նոր պատերազմի վտանգի առաջ։ Միևնույն ժամանակ ընդգծում են, միայն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների վարած քաղաքականությունն է ի վիճակի տարածաշրջանը տանել դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն։